Մենք հասանք Խաչարձան գյուղ, որտեղ նաև հանդիպեցինք մեր լավ ընկերոջը Էդվարդին։ Ողջույն Էդվարդ։ Ողջույն Մագաջան։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, մերսի։ Դուք։ Լավ, շնորհակալություն։ Ինչով է աչքի ընկնում այս գյուղը։ 2016 թվականին, երբ որ խոշորացված համայնքները սկսեցին առաջանալ, հենց Խաչարձանը եղավ առաջին գյուղերից մեկը, որ միացավ Դիլիջան քաղաքին, ընդհանուր ադմինիստրատիվ ղեկավարման տակ։ Ու Խաչարձանը Դիլիջանի ամենափոքր գյուղերից մեկն է, արտակարգ սիրուն բնություն ունի, ու շատ մեծ քանակությամբ տուրիստներ գալիս են հենց Խաչարձան, որպեսզի սկսեն իրենց արշավները։ Ինքը արշավական ամենամեծ ուղիներից մեկի Տրանսկովկասյան արահետի սկզբնա մասում է գտնվում։ Ու հենց այստեղից Տրանսկովկասյան արահետով քայլողները գալիս են Խաչարձան, որ այստեղից արդեն սկսեն իրենց այցերը, իրենց արշավները Դիլիջանի շուրջ միայն 85 կիլոմետր երկարությամբ արահետ է ինքը։ Դուք դիլիջանցի եք։ Այո, ես ծնվել եմ, ես մեծացել եմ Դիլիջանում, Դիլիջանի հիմնական բնակավայրն է, այս պայմանությամբ այստեղ եմ ապրում, չնայած նրան, որ ինչ-որ տարիներ Հայաստանից դուրս եմ եղել, քաղաքից եմ դուրս եղել, մեկա վերադարձել եմ ու հիմա ապրում եմ Դիլիջանում, զարգացնում ենք Դիլիջանը ու հետաքրքրված եմ հենց նրանում, որ Դիլիջանում տուրիզմի զարգացման մեջ ինչ-որ իմ ներդրումը ունենամ։ Լավ, ես տուրիստ եմ եւ եկել եմ Դիլիջան։ Ինչ կառաջարկեք։ Գրեթե ամեն ինչ որ մեր քաղաքում հնարավոր է կազմակերպել։ Իրականում ես հիմա աշխատում եմ Go to Dili ծրագրում, որ destination management-ով զբաղվում, այսինքն Դիլիջանի տուրիստական տարածաշրջանային զարգացմամբ։ Հիմնական ամենաշատ սիրված ու տարածված ուղղությունները դրանք կամ ջիփինգներն են, կամ արշավներն են, որոնցում որ ես հենց առանձնապես մասնագիտացած եմ։ Բացի դրանցից էքսկուրսիաներ, որոնց ընթացքում որ իրենք կարողանում են այցելել արդեն հայտնի հին վանքեր, միջնադարյան վանքեր, լեճեր, Դիլիջանում ու շրջակայքում գտնվող տարբեր տուրիստներին հետաքրքրություն առաջացնող վայրեր։ Վերջերս ունենք վերջին տարիներում բացված շատ մեծ քանակությամբ հետաքրքիր հոթելներ, հետաքրքիր ռեստորաններ, որոնք որ յուրօրինակ ինչ-որ առաջարկ ունեն իրենց մնացողների համար, ու դրանք բոլորը շատ մեծ գրավչություն են ապահովում։ Դիլիջան դրականահաշվին մեծ քանակությամբ մարդիկ են գալիս։ Քիչ առաջ մենք հին Դիլիջանում էինք եւ ես գիտեմ, որ դուք հենց այնտեղ բնակվում եք։ Այո, ես իմ հայրական տունն է, պապենական, արդեն կարելի է ասել, ու դեռ պապիկիս հայրն է այդ տունը կառուցել, ու մինչև հիմա բնակվում ենք հենց այդ տանը, որը որ գտնվում է հին Դիլիջան թաղամասի, Դիլիջանի ամենահայտնի թաղամասերից մեկն է դա ինքը։ Ու հենց այդտեղ է մեր տունը գտնվում, հենց այդ թաղամասում եմ բնակվում։ Դիլիջանի ամենասիրված տեղերից մեկն է։ Ցանկացած տուրիստ, որ ժամանումա Դիլիջան պարտադիր գոնե մի անգամ այդ փողոցը այցելում է։ Ես դեպքեր եմ ունեցել, որ տուրիստների հետ շփվում էինք,
Գնացինք հասանք Հին Դիլիջան, իրանք նայեցին, ասեցին, այո, ես հենց այս նկարներն եմ տեսել, հենց սրա համար էի ուզում գամ, բայց ես հույս ունեի, որ ամբողջ քաղաքն է այս տիպով կառուցված։ Իրականում ամբողջը չէ ու դա նորմալ երևույթ է։ Լիքը եվրոպական քաղաքներ կան, որոնք որ նկարները փորձում ես ինչ-որ ինտերնետում համացանցում գտնում ես, բայց պարզվում է, որ ընդամենը մի փողոցն է այդպեսի սիրուն, նույնը Դիլիջանում է։ Շատ առանձնապես տարբերվող պատկեր չի։ Դիլիջանը իրականում ինքը ամբողջությամբ է շատ գեղեցիկ, բայց հենց այդ հատվածը իրականում ընդամենը փոքր մի փողոց է Դիլիջանում։ Մենք այցելեցինք նաև Դիլիջանի երկրագիտական թանգարան պատկերասրահը։ Տպավորված ենք։ Շատ ուրախ եմ, որ հավանել եք, ինքը իրոք Դիլիջանի զարդերից մեկն է։ Շատ լավ ճարտարապետ ունենք Դիլիջանում, որը Դիլիջանի քաղաքի գլխավոր ճարտարապետն էր երկար տարիներ, ինքը կառուցեց հենց այդ նոր շինությունը։ Դրա հետ մեկտեղ նաև ամֆիթատրոնը երևի տեսած կլինեք Դիլիջանում, նույն ճարտարապետի գլուխգործոցներն են, թանգարանը թե ներսից, թե դրսից, թե այնտեղ աշխատող մարդկանցով Դիլիջանի իրոք զարդն է, որ ես միշտ խորհուրդ եմ տալիս մարդկանց այցելել։ Ամֆիթատրոնը ինքը կլասիկ արխիտեկտուրային ժանրի տիպիկ ներկայացուցիչ է։ Իրեն կառուցելուց Դիլիջանի տարածքում ժամանակին եղել է 5 ռոտոնդա։ Ինքը շրջանաձև, հենց բաց տաղավարի նման հատված է, որտեղ որ մարդիկ հավաքվել են, երգել են, պարել են, նվագել են, միասին ժամանակ են անցկացրել։ Ցավոք 20-րդ դարի միջնամասում 1960-ականներին այդ տարածքը սկսեց փլվել շատ արագ ու հիմա այնտեղ մնացել է միայն կմախքը, այսպես ասած։ Ու դրա պատճառով հենց Դիլիջանի գլխավոր ճարտարապետը այն ժամանակվա Նվեր Դանելյանը որոշեց նոր ամֆիթատրոն կառուցել Դիլիջանի բնակիչների համար, որտեղ որ մարդիկ ուղղակի հավաքվելու տեղ կունենան։ Կառուցումը ամբողջությամբ իրեն էր վստահվել ու ես շատ գոհ եմ ստացված արդյունքից։ Շինարարությունը ավարտեցին, արդեն մենք բոլորս դիլիջանցիներս ունեինք մի տեղ, որտեղ որ կկարողանայինք հավաքվել, միասին ժամանակ անցկացնել, զրուցել։ Հաղորդին բանական համալիրը էլի շատ սիրված վայրերից մեկն է, որտեղ որ մարդիկ պարտադիր այցելում են, որտեղ որ մարդիկ գալիս են հին միջնադարյան բանական համալիր տեսնելու։ Դե իրականում ես չեմ սիրում տերմինոլոգիան, երբ որ ասում եմ, որ ինչ որ բանական համալիր հիմնադրվել է այսինչ թվականին կամ կոնկրետ այսինչ դարում, որովհետև միջնադարյան հայկական բանական համալիրները իրանք հիմնականում գրեթե բոլորը տարբեր ժամանակներում քիչ-քիչ կառույցներ են ավելացել, հա, իրենց մեջ։ Ու հստակ ասել, որ օրինակ Հաղարծին բանական համալիրը 11-րդ դարի է, չէ, 11-րդ դարի կառույց այնտեղ կա, ինչպես եւ 12-րդ, ինչպես եւ 13-րդ, տարբեր ժամանակներում քիչ-քիչ կառուցվել են ու ինչպես եւ միջնադարյան հայկական բանական համալիրների մեծ մասը, նույնպես եղել է նաեւ կրթական ինչ-որ օջախ, այնտեղ մարդիկ ուսուցանել են, այնտեղ մարդիկ սովորել են։ Հաղարծինը դրանցից մեկն է, բայց ավելի հայտնի որպես հենց կրթության առումով եղել է Գոշավանքը։ Գոշավանքը սկսել են հիմնադրումը 12-րդ դարում ու այնտեղ եղել է հայկական ուսուցման ամենալավ կենտրոններից մեկը այդ ժամանակաշրջանի, ամենալավ դպրոցներից մեկը, որովհետև հենց Մխիթար Գոշը, որը որ կարելի է ասել հայկական կանոնադրության հիմնադիրն է, ոչ միայն հայկական, մինչև այժմ Մխիթար Գոշի գրած կոնստիտուցիայի հիման վրա որոշ երկրների ժամանակակից կոնստիտուցիաներն են հիմնված, օրինակ Լեհաստանի, որ մինչև հիմա կիրառում են Մխիթար Գոշի գրված առակներից որոշ հատվածներ ու բացի նրանից լիքը ուրիշ այդ ժամանակվա հայտնի մարդիկ, ովքեր որ ձեռագիրներ են ունեցել, այդ ամբողջը պահպանվել է հենց Գոշավանքում։ Ու դրա հաշվին Գոշավանքը եղել է միջնադարյան հայկական, երևի թե չեմ սխալվի, եթե ասեմ, որ ամենալավ կրթական համալիրը։ Ու այնտեղ հիմա տուրիստների էլի բավականին մեծ քանակություն է այցելում ամբողջ տարվա ընթացքում, մանավանդ ամառները ու օրինակ մանավանդ կիրակի օրերով նույնիսկ մեքենա կայանելու տեղ չի լինում, այնքան մարդ է այցելում, դրանից շատ ուրախանում եմ, որովհետև մարդիկ իրոք տեսնում են հայկական մշակույթի, հայկական ճարտարապետության, հայկական խաչքարագործության, Գոշավանքում ամենալավ խաչքարերից մեկն է գտնվում այս պայդրությամբ, ամենալավ էտալոններից, ամենալավ էկզեմպլյարներից մեկը։
Պարզ լիճը ինքը բնական ծագում ունեցող լիճ է, որտեղ որ միշտ իրար հետ համեմատվում են, միշտ իրար կողք դրվում են, հա, ու տուրիստը երբ որ այցելում է Դիլիջան, ամենալավը ինքը գիտի Հաղարծնի մասին, Պարզ լճի մասին, Գոշավանքի մասին, ավելի քչերը Գոշի լճի մասին օրինակ, հա, որը հրաշք է բարձրացել։ Որը որ բնության հրաշք է ու մաքուր բնության մեջ է գտնվում։ Ինչը որ չես ասի օրինակ Պարզ լճի մասին, հա, Պարզ լճի շրջակայքում հիմա բավականին չափ տուրիստական ատրակցիոններ կան, լիքը զբաղմունք կա տուրիստների համար, զիփլայնով թռիչքներ, նավարկություններ, ռեստորաններ, ամեն ինչ ունեն։ Պարզ լիճ այցելում են այն մարդիկ, ովքեր որ ինչ-որ activity են ուզում են, մարդիկ ովքեր որ ուզում են նոր զբաղմունքներ, ժամանակ անցկացնել, իսկ օրինակ Գոշի լիճ ավելի շատ այցելում են այն մարդիկ, ովքեր որ ուզում են բնության հետ միաձուլվել։ Բայց քանի որ լճերից խոսեցինք, մի հատ ուրիշ լիճ կա, որի մասին որ ավելի քիչ է խոսվում, ճիշտ է, ինքը արդեն արհեստական լիճ է, Դիլիջանի հենց քաղաքի կենտրոնում է գտնվում, Դիլիջանի այգու տարածքում, ու այդտեղ ժամանակին մարզադաշտ է եղել։ Ու անգամ պապիկս այդ մարզադաշտում խաղացել է, մեր Դիլիջանի թիմի դարպասապահն ա եղել, լիքը պատմություններ կան, որոնք որ տեղացիները կարող են պատմել տուրիստներին, երբ որ տուրիստը գալիս է, ավելի միշտ ցանկալի է, որ հենց տեղացի մարդը պատմի իր քաղաքի մասին։ Մենք ունենք տեղեկություն բնակչության մասին։ Հա, ունենք, օֆիցիալ տվյալներ ունենք քաղաքապետարանից ստացված, ըստ որի ասում են, որ Դիլիջանի համայնքի բնակչության քանակը 27000 է։ Ու համայնքի մեջ մտնում են նաև շրջակա 6 գյուղերը, որոնք որ միացել են Դիլիջանին։ Այդ 6 գյուղերն են Հաղարծինը, Թեղուտը, Գոշը, Հովքը, Խաչարձանը եւ Աղավնավանքը, որ քիչ հետո կուղևորվենք մենք միասին։ Դիլիջանում մալականների համայնք կա։ Հա, դեռ մնացել են որոշ չափով մալականներ։ Դիլիջանում իրականում 2 թաղամաս կա, որոնք որ հիմնադրվել են ամբողջությամբ մալականների կողմից։ 19-րդ դարի միջնամասում, երբ որ իրանց աքսորեցին Ռուսաստանից դեպի այդ ժամանակվա անդրկովկասյան տարածքներ, այսինքն հիմնականում Հայաստան են եկել ու հիմնականում բնակեցվել են Դիլիջանի հատվածներում ու Պապանինը եւ Գալովինը թաղամասները հիմնադրել են հենց մալականները։ Հիմա իրանք քիչ-քիչ արդեն տեղափոխվել են, բավականին քիչ քանակություն է հենց քաղաքի մեջ մնացել, բայց մոտակայքում 2 գյուղ կա, Ֆիալետովը եւ Լերմոնտովը, որոնք որ արդեն Լոռու մարզի տարածք են ընկնում, բայց Դիլիջանին շատ մոտ են ու հիմնական բնակչությունը արդեն տեղափոխվել է ու բնակվում են այդ գյուղերում։ Բայց նույնիսկ քաղաքում դեռ բավականին մեծ քանակություն մնացել է։ Ինչով է առանձնանում Դիլիջանը, ինչով է տարբերվում մեր մյուս քաղաքներից։ Դիլիջանի բնությունը արտասովոր է, կապ տենց տարածված արտահայտություն, ասում էին, որ Դիլիջանը համարվում է քաղաք-առողջարան առանց առողջարանների։ Այդ արտահայտությունը շատ վաղուց է եկել, որովհետև Դիլիջանի օդը բուժիչ է ու մարդիկ այստեղ առողջանում են ուղղակի այստեղ ապրելով։ Առաջին առողջարանը Հայաստանի տարածքում կառուցվել է հենց Դիլիջանում։ Կառուցել են հենց Դիլիջանում ու դրանից հետո արդեն առողջարանների քանակությունը բավականին մեծացավ։ Այս պահի դրությամբ գրեթե չունենք, շատ ցավալի է, միայն մեկն է լավ գործող ու մի հատ տենց կիսատ ունենք, բայց մեկը բնությունը գործը անում է ու լիքը մարդիկ այստեղ բուժվում են հատկապես շնչառական ու շնչուղիների հետ կապված հիվանդությունների դեպքում։ Դիլիջան այցելելիս մարդկանց մոտ այդքան շատ տարբերակներ չկան, թե որտեղից ինֆորմացիա ստանան քաղաքի մասին ու տեսարժան վայրերի մասին, բայց Դիլիջանում կա մի կարճ տուրիստական ինֆորմացիոն կենտրոն, որը որ գտնվում է հենց քաղաքային լճի հետևում, Դիլիջանի այգու տարածքում, այնտեղ մարդիկ կարող են օրինակ անվճար կոնսուլտացիա ստանալ, իրենց հարցերի պատասխանները ստանալ։ Իսկ եթե ինչ-որ մեկը արդեն ցանկանում է կոնկրետ տուր, օրինակ էքսկուրսավարի ուղեկցությամբ կամ մեքենաների անհրաժեշտություն լինում, այդ դեպքում արդեն մեր կազմակերպությունն է, օրինակ մեծ պատրաստակամությամբ մենք օգնում ենք ամբողջ ընթացքը կազմակերպել, թե էքսկուրսիաներ, թե ջիփինգներ, թե արշավներ ու առհասարակ Դիլիջանի տարածաշրջանի туриզմի զարգացմանն ենք աջակցում, Go to Dili պրոյեկտին նույնպես կարող են դիմել ու միանալ մեր արշավներին օրինակ։ Ես ուրախ եմ, երբ որ մարդիկ հնարավորություն ունեն Դիլիջանում արդեն նոր բաներ իրենց համար բացահայտելու։ Ինչպես նաև Դիլիջանը ինքը մի քաղաք չի, Դիլիջանը սարեր են, Դիլիջանը անտառներ են, Դիլիջանը մարդիկ են, ովքեր որ այստեղ բնակվում են։ Օրինակ այդ մարդիկ Դիլիջանի բնությանն են ուշադիր հետևում։ Կա Դիլիջանի ազգային պարկը, օրինակ, որ իրականացնում է հետևողական աշխատանքներ Դիլիջանի անտառների բնապահպանության հարցերում, Դիլիջանի անտառների պահպանման ու զարգացման հարցերում։ Էդվարդ ջան, շնորհակալություն։ Իսկ մենք շարունակենք մեր ճանապարհը դեպի Աղավնավանք։
Թե ինչ այսքանով հրաժեշտ ենք տալիս Դիլիջանին կրկին գալու ակնկալիքով, քանի որ մեկ հաղորդման ընթացքում դժվար է ներկայացնել Դիլիջանի ողջ հարստությունը։ Իսկ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Դիլիջանի երկրագիտական թանգարան պատկերասրահի տնօրեն Արման Բադեյանին, թանգարանի ողջ անձնակազմին, ինչպես նաև էքսկուրսավար Էդվարդին նկարանումներին աջակցելու համար, եւ իհարկե Տավուշ հոթել Դիլիջան հյուրանոցային համալիրին մեզ հյուրընկալելու համար։